Փամբակին զուգահեռ գնում ենք։ Ոնց գետը հոսում է, այդ նույն ձևով ճանապարհն է գնում։ Բայց անձրևը ուժեղացավ Արմեն։ Հա, ուժեղացավ։ Ափսոս։ Նայ կաթիլները մեծացան, խոշորացան, արագացան։ Մոտեցանք Փամբակին։ Այստեղ երևի խորն է, գիտես։ Տես։ Այդտեղ Երևում։ Թե ցեխա ջուրը, ցեխոտա ջուրը դրանից է։ գետերի մասնագետ ես անայդ։ Ջուրը ոնց է հանգստացնում, չէ։ Շատ։ Ընտիր է ուղղակի։ Բայց ճանապարհի որակն տրամադրությունս բարձրացրեց։ Մինչև դսեղը տենց է, բայց հետո ասում են ինչ որ դժվարանում է։ Լավ, գնանք։ Վերանորոգում են, բայց դեռ չեն վերջացրել։ Գնանք տենանք, մի հատ էլ Փամբակին նայենք։ Փամբակի գրանիտ կա, գիտեք, չէ՞։ Այո։ Դե ես գնացի Անահիտ ջան, դու երևում է լավ տեղավորվել ես։ Քեզ լավ ես զգում։ Շատ։ Պայեխլի։ Փամբակը հոսում է, ճանապարհ է ցույց տալիս։ Մարդիկ էլ այս ճանապարհն են կառուցել։ Հա, ժայռերը երևի Փամբակն է ճղել, չէ՞։ Պետք է ենթադրել։ Մարդիկ առիթից օգտվել են։ Հասանք Արմեն։ Չէ, պետք է թեքվենք Չկալով, 71 դեբետ։ կիլոմետր դսեղ։ Ինչ ժայռեր են։ Այստեղ եք թեքվում, այ անա թեքվեց։ Двигайтесь прямо, затем поверните направо. Այն ճանապարհից թեքվեցինք։ Քարանձավներ են, տես Արմեն։ Դե չես կարող իհարկե տեսնել։ Նայում ես քո ճանապարհին։ Բայց ինչ սիրունն է, բայց անձրևը ուժեղացավ։ Անայդ Գիգորին Համբոն Վանաձոր տարավ, չգիտես։ Չեմ հիշում։ Բայց անձրևը թուլացավ, տես։ Հա։ Լավ կլինի կտրվի։ Այն կողմերը вообще լուսավոր է։ Չնայած անպամած է։ Հա։ Տենանք։ Հիմա վերև ենք բարձրանում։ Այո։ 5 կիլոմետրից քիչ մնաց։ Դրախտ։ Ափսոս։ Ինչև դուրս եկա արև այնքան գեղեցիկ էր մեքենայից արևը լուսավորել էր էս հարթակը։ Դե լավ գնանք։ Լավ է շատ, բայց այն չի։ Արևով ուրիշ էր։ Լսում ես ամպերը։ Գոռում են։ Ապել նայենք ու գնանք։ Ես ինչ լավ եղան այս։ Ուժեղ տուրիստ ես, հա, Անահիտ։ Փորձված։ Ես եմ հարիվի պես սարոշկայով։ Գնացինք։ Բայց տակ է ասեմ։ Հա, ցույց չի։ Քամի չկա դրանից։ Հա։ Դե դրախտում ամեն ինչ ճիշտ է ալնում, էլի։ Օհո։ Չավես։
Այո, մտանք չկալով։ Էլի։ Այս ինչ լավ դաշտ է։ Սպասի բաց է։ Բա օդը Արմեն զգում ես ինչ օդը։ Ինչ բուրմունք է գալիս։ Ձեր աստծուն է բարձրանք։ Դրախտային տեղեր են։ Լեն մասին սիրուն անեդը։ Այդ շմանը ոնց անա, որ լավ երևա։ Ինձ սարը, չէ։ Հա։ Էս կողմն էլ ժայռից մառախուղա դուրս գալիս։ Ժայռի հետևից։ Ես էլ մակեր են, նայ։ Կակաչներ։ Լավ, իջնենք կակաչները արժի մետ։ Գրանցել։ Հերու է էլի սրա համար։ Շատ սիրուն է։ Այստեղ էր գեղեցիկ, հեսա մոտենանք մի հատ։ Են հերվում թեթև սարեր երևում, բայց արևը փագեց, հա, ոնց որ լույսը շատ, օհ, ինչ լավ է։ Ես էլ կակաչների վրա գնանք մի հատ, տենանք ինչ կստացվի։ Ստեղ նայեք, սենց, հա, տեսարանը, ու մոտենանք մի հատ կակաչները փորձենք։ Մուշը հիշեցի Արմեն։ Հետաքրքիր է, ես էլ։ Եկան։ Հա։ Դե գամ ես կողմից նայեմ։ Ոյ, ես ինչ սիրուն է։ Հայ մոնեն որ գար Թումանյանի մոտ հյուր, հանդեղ կնստեր, լավ գնացինք, Հասանք դսեղ։ այո, ես ավտոբուսը տուրիստներով, Դե երևի ուրիշ կամպանիա է։ հյուրանոց էլ կա, Արիմա Արիմ։ հյուրանոց, ասել դսեղ գյուղը, Դե արդեն պետք է հարցնենք, չէ, որտեղ է Թումանյանի դեսլակներ կլի, տուն թանգարանը։ ես երորդ ավտոբուսն է գնում ան այդ տուրիստներով, սաղ տուրիստները գնացին, Ես աղջիկների ցած։ Держитесь левее. Затем держитесь левее. ինչ հարցն եմ սաղ ընդեղից են գալ էլի, բարձը, Գյուղի յուրահատուկ հոտը, չէ։ բերում ես, մոյիչնել կա, ինքդ լվա, Լվա։ Держитесь левее. Затем держитесь левее. ես աղջիկը արդեն մեզ պետք է, Չգիտեմ։ Հասանք։ կարծում եմ ես Թումանյանն է, դա տունը որտեղ է հետաքրքիր է, այն աղջկան պետք է հարցնենք, Նավիգատորը ասեց լիվեյը, налево։ նավիգատորը ուղղակի գյուղի կենտրոն է տանում, ես աղջկան կհարցնենք ան այդ, Ինչ լավ արձան է։ հա, իսկապես լավն է,
Ինչ են, հետաքրքիր է, կարող է հերոսներն են։ Իհարկե հերոսներն, այս մեկը օրինակ շունն ու կատուն են։ Հա, վայ։ Կատուն էլ նստել աշան գլխին։ Հա, անդեղ բաց թողեցինք։ Այս Անուշնա ոնց որ թե Կամ Անուշը կամ Մարոն։ Ավսոս անձրևը է, դուրս գայինք։ Հա, բայց ես մի հատ նայենք անայդ, այդ ինչքան կտևի։ Այս քաշնասաժն է։ Բայց մի կաթիլ մեղրը չտեսանք, է։ Սա ինչ արձանարմ է։ Չեմ անում, ինչ որ վազում է մեկը։ Ես այլ ավտոբուսները որ դե կանգնած են, կանգնենք, չէ՞։ Մրթան պարզո։ Հա, հենա։ Վանես Թումանյանի տուն թանգարան։ Եկանք։ Իսկ ինչա գրած ներքևը։ Այս։ Հա, մյուզեում։ Ոչ ես այա։ Այն մեր ծանոթը ճիշտ ասեց, Անահիտ ասեց, դսեղ մի օրով շատ քիչ է։ Գնացեք ասեց, հյուրանոց կա, վեկալեք, մի 4-5 օր մնացեք։ 4-5 օր։ Ինչ։ Բա դու չնկատեցիր են սխալ ճանապարհը, որ գնացինք, ցուցանակ էր, եկեղեցի էր ցույց տալի 8-րդ դարի։ Դե հələ ամեն ինչ կորցրած չի, կարող ենք վերադառնալ։ Արդեն ճանա։ Այս էլ արդեն փայտից հերոսները։ Ինչ լավն են վարդերը, հնայի։ Այս մեզ հետ Արմենն էր պետք, Անահիտ, կամ Ինեսան։ Ինչ? Արմենը կամ Ինեսան էին պետք, լավ հիշում են իրանք սաղ հեքիաթները, հա։ Ես կարող են ակրոր նայեմ, որ նեղ փողոցներով էր գնում։ Դե գնանք, ներս։ Էնդեղ ինչ է Արմեն։ Ես ընդ հերթ է Անահիտ Տոմսին։ Ստեղ էլ սենց ինչ-որ բան, հա։ Հələ որ չեմ հասկանում ինչա։ Հուշարձան։ Հովհաննես Թումանյանի սիրտը գրած է Անահիտ։ Ոնց սիրտը։ Բայց այստեղ էլ է տես գրած, Այստեղ, հա, շատ ոտը երևում, այստեղ հանգչում է մեծ բանաստեղծ, այնտեղ երևի տարեթիվը տառերով գրած, Հովհաննես Թումանյանի սիրտը։ Դե դրա համար պետք էր սկզբից ներս մտնել, Անահիտ, սաղ կիմանայինք, հիմա այստեղ ռազվետչիկների նման, այս այստեղ գրած է հ.թ. 1862-1923 Կաղա սիրտն են բերել այստեղ, ասենք ոնց էր այստեղ բան իմաց մարդ հանդիպեցինք, հիմա ես խնդրեմ ինքը կպատմի, խնդրեմ։ Ուրեմն Հովհաննես Թումանյանի տղան Արեգը իր հոր սիրտը վերցրել է, բերել են, պահել են Երևանում երկար ժամանակ, անատոմիկում են պահել երկար ժամանակ իր սիրտը, Թիֆլիսից դիահերձման ժամանակ վերցրել է, գողացել է, որպեսզի այնտեղ չմնա, բերել պահել են եւ այնուհետև տեղափոխել են այստեղ են ուղարկավորել սիրտը, այս փոքրիկ մատուրն են կառուցվել իր վրա։ Շնորհակալություն շատ։ Հաստատ ձեզ ինքը չգիտեի։ Իր ինչն է որտեղ։ Մահվան թվին։ Չէ, սիրտը ուշ են։ Չէ, հետո են, այս վերջերս 90, կարծեմ 7 թվականին են բերել։ Սիրտը, այստեղ որ հողարկավորել են։ մի րոպե, այդքան ժամանակ անատոմիկում ա եղել։ Այո, պահել։ Ինչ եք ասում։ Երկար տարիներ ընդեղ են պահել։ Շնորհակալություն Ուղղակի շատ։ չեմ հիշում կոնկրետ թիվը, բայց 90-ականներին են բերել այստեղ հողարկավորել։
Եղավ։ Երիտասարդը գնաց հաստատ պարզի եփ են բերել։ Սիրտը։ Բայց այդքան ժամանակ ուրեմն տենց ընդ որում ասեց գողացել են փաստորեն Թիֆլիսում։ Դե գնանք թանգարան։ Թաքուն վերցրել է, այդ ավելի կսազի կամ թե գողանալ բառը։ Հա, երևի ճիշտ է։ Որ իր հայրենի գյուղում դիդա կոչվում, այս բարձունքը էսպի կողմում, որ սենց բարձանակ ստեղ երևում է, հիմա գերեզմանատունն է։ Իրա երազանքն ա եղել, որ իրան ընդեղ թաղեն։ Բայց հիմա որտեղ որ գերեզմանատունն է, բայց իր ստեղտը եկավ ու իր հայրական տան Այո։ Ու դուք պարզեցիք, որ 94 թվին են բերել սիրտը, այսինքն 23 թվից մինչև 94 թիվ Երևանում է։ Երևանում ա եղել անատոմիկում։ Հետո նոր բերել են 125-ամյակի ժամանակ բերել են։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Չգիտեմ, դա ով է, այս մեկը հաստատ Քաչնազարն է։ Ինչ ձկնիկա անդեղ։ Հետևա։ Ձկնիկը հա լավ ռակուրսի շերում։ Դե լավ, մտնենք անայդ, այսպես մենք դուրսը կմնանք։ Հա, մենք հլա պետք է լճել։ Մարդին գալի գնում են, մենք Ահա։ Լուսավորությունը երթիկից է ստացել եւ երեկոյան երբ մութն ընկել է, վառել են սյան վրա գտնվող ձեթի ջրակը, փոքրիկ ջրակ։ Բոլորը իրենց օգտագործած իրերն են քնել են ամբարների վրա։ Թոնիրն է, փուրը, ինչ տեսնում եք, բոլորը իրենց ընտանիքի օգտագործած իրերն են։ Հետո երբ քահանա էր, գնալ գալով Թիֆլիս տեսնելով մարդիկ ինչ բարեկեցիկ կյանքով են ապրում, որոշում է կառուցել երկրորդ սենյակը։ Ընտանիքին տեղափոխում է այնտեղ, սա մնում է որպես հացատի։ Թիֆլիս գնալուց հետո, հա, որոշել են։ Հա, լավացնեն բիրա։ Բայց sense մութ է, հա, այստեղ։ Այո, Սա մնում է հացատուն է սենյակը։ հետագայում հացատում։ Հա։ Որպես խորհուրդ, որ լույսը ստացել են միայն երթիկից, դրա համար այդպես պահում են, որ լուսավորությունը շատ չլինի։ Հասկացա։ Բնական լինի։ Բնական։ Հա։ Համապատասխանի։ Դե ճիշտ է, շատ ուղղակի նկարելու համար ինձ հարմար չէր, իսկ սա արդեն Թիֆլիսյան օրինակով է արդեն կառուցված, էլ իրենք ընտանիքի օգտագործած իրերն են, Թումանյանի օրորոցն է, մորճախարակը, ընտանիքի օգտագործած իրերն են, պահարանները, օջախը, որի միջոցով սենյակը եւ տաքացրել եւ կերակուրներն էլ պատրաստել են այդտեղ։ Թումանյանը ստեղ է եղել, հա, իր օրորոցն է։ Թումանյանի օրորոցն է։ Նկարը հորինն է, թուրը պապին է։ Տունը Ասլան է եղել հոր, քահանա դառնալուց հետո Տեր Թաթևոս են անվանել։ Ասլանը։ Հետագայում Տեր Թաթևոս, ասել պապու պապին։ թուրը։ Սրանք փաստորեն երկրորդ հարգից է իջացրած, հա, այս կահույքը։ Չէ, այստեղ է կառուցվել սա։ Դուք ասացիք երկրորդ հարկ, թե երկրորդ սենյակ։ Երկրորդ սենյակ։ Հա, ես հարկ եմ լսել, հա, եղավ։ Շնորհակալություն շատ։ Իսկ վերևը ինչ կա երկրորդ հարգում։ Կբարձրանաք կտեսնեք, անձնական իրերն են։ Հա, լավ, լավ։ Ինչպես իր կենթանության օրոք է եղել։ Կբարձրանանք։ Շնորհակալություն ձեզ շատ։ Երկու սենյակների հատակը հող է։ Տրորվելուց այդ տեսքն է ստացել, եւ Թումանյանի հայրը գյուղում առաջինն էր, որ փայտե հատակով սենյակ է կառուցում, որը գյուղացիների համար նորություն էր, անվանում են Տեր Թաթևոսի Պոլած օթախը կամ Ղոնախի օթախը, Պոլած օթախը եղել։ Այդ երկրորդ Ղոնախը մյուս սենյակն է, դրսով են գնալու։ Հա, այն մյուս սենյակն է այդ պոլածը։ Ասեց քարացել է հողը։ Հա, դե ջուր բան։ Ինքան են մանեկել, բան։ Հա, դե գնանք այդ պոլած սենյակը տենանք մի հատ։ Հա, առաջինն է, բայց շա վերանորոգված է, ցավոք, մենք իսկականը չենք տենում։ Աջան։ Լավ էր, արագ էր բացատրում։ Հա։ Դե գնանք։ Դեստեղ գրքեր բան այդքան չենք մանրանան այդ։ Նկարներ։ Այդ ինչ տեսակ։ Մենք շատ արագ ուղղակի մի հատ թռուցիկ։ Պատմածը շավանացի, կարագ եկել բացատրում։ Ներից հատվածներ են։ Այո։ Այդտեղ օպերաների առաջին աստագրերն են։ Հա, պարզ է, հասկացա։ Այստեղ էլ ֆիլմերից ու տեսարաններ, ֆիլմերից ու օպերաներից տեսարաններ։
Սա ֆոտո է, չէ՞։ Անկախության մասին Թումանյանի խոսքեր։ Գրառումը։ Տաղներն են սրանք էլ։ Էսով է հեղինակը կարող։ Կարլոս Աբովյան, Մարոյի թաղումը։ Շատ եմ տեսել եւ սքվոր, մայրը մենակ, սևաշոր, կորանալով են քարին, ձեն էր տալիս Մարոյին։ Ով քեզ ծեծեց, Մարո ջան, ով անիծեց, Մարո ջան։ Այո։ Թումանյանի ստեղծագործություններից ամենաիրականն է։ Իրական կյանքում Մարոնյանն է 11 տարեկան, Թումանյանը գրել է 9 տարեկան, ավելի պատկերավոր լինելու համար։ Հա։ Դրեցին Սարոյին։ Որտեղից է Քարմարոն։ Քարակա, որ այստեղից չի երևում։ Չի երևում, այդ է։ Եվ երկրորդ հարկում անձնական իրերն է։ Եվ կարգավորված այնպես, ինչպես իր կենդանության օրոք է։ Դե բարձրանանք մի հատ արագ էտել նայենք, հա։ Հա, այս ինչ հետաքրիր ձևավորած է։ Դե ստեղծված է իրական մթնոլորտը, հա։ Կահավորված այնպես, ինչպես իր կենդանության օրոք է եղել։ Բայց եղել է սա առաջի հարգում, այս սենյակը։ Հարկը կառուցվել է իր կենդանության օրոք։ Թումանյանը խնդրել է եղբայրներին, կառուցել են, որ միշտ գյուղ էր գալիս քրչակից ընկերների եւ ընտանիքի անդամների հետ ունենան իրենց առանձին համառանոց աշխատասենյակ։ Ու այս հատակը եղել է այն ժամանակ, չէ։ Այո։ Այսա արդեն լավ է, վերանորոգած չի տենց խիստ։ Այն առաջի հարգինը, չէ։ Բնական տեսքով։ Հա, նա չէր պահպանվել։ Դե ինչ անենք, հյուր մտնենք, կարելի է մտնել, թե մենակ ստեղից նայել։ Չմտանք, ստեղից նայենք ուղղակի։ Թումանյանի մահճակալն է, հոր սեղանն է եղել, վրա իրերը բոլորը Թումանյանն է գնել։ Նա սիրում էր գեղեցիկ իրեր գնել եւ ասում է ես այնքան հարուստ չեմ, որ էժան բան գնեմ։ Նկարները բոլորը իր հավաքածուից են, ընտանիքի օգտագործած իրերն են, ճամփորդական պայուսակ, սնդուկ, փոքրիկ արկղիկ, այս երկուսն էլ նրա գրապահարաններն են։ Թորնուհիները երբ նվիրել են թանգարանին նշել են, որ վրայի գունազարդ թղթերը Թումանյանը իր ձեռքով է փակցրել։ Ինչ եք ասում։ Որովհետև նա չէր սիրում, երբ իրենից գիրք են խնդրում։ Ասում էր ավելի լավ է նվիրեմ, քան տանեն ու հետ չբերեն։ Լրիվ իմ նմանը։ Եվ դրա հետ կապված աշխատասենյակի վերևում մեծ տառերով գրել էր. Խնդրում եմ գիրք չխնդրել եւ չծխել։ Այստեղ էլ ասեղնագործ աշխատանք է, Թումանյանի հագուստը։ Էս իր հագուստն է, հա։ Իսկ այս երկու նկարը։ Չինական նկարներ են, փողոցից ու սադաֆից են պատրաստված, հեղինակները հայտնի չեն։ Չինաստանից է բերված հետաքրքիր, Թումանյանի ասենք հա։ գնացներից է, Թիֆլիսում ինքն է գնել, իր հավաքածուից է եղել, հետո բերել են այստեղ։ Իսկ եղբայրն էլ էր ստեղ գալիս, չէ, էլի ստեղ էր ապրում, չէ։ Թումանյանի եղբայրը։ Հա։ Նա էլ էր հետաքրքիր անձնավորություն, չէ, ահագին։ Այո, իր հագուստն է, խալաթը, ընկերներն են նվիրել Թումանյանին արևելյան խալաթը։ Այստեղ էլ ասեղնագործ աշխատանք է, երևանցի Փարանձե Մավետիսյանն է ասեղնագործել։ Բավական գոյով, հա։ Այո։ Չգիտեմ, Սա արդեն վերջերս է ասեղնագործել։ 1955 թվականին է ասեղնագործվել։ Երևանցի Փարանձե Մավետիսյանն է ասեղնագործել։ Թումանյանն է իր հեքիաթների հերոսները, այդտեղ էլ մանրաքանդակ է, Հովհաննես Թումանյանի կիսանդրին ոսկուց պատրաստված, հեղինակը Վանաձորցի վարպետ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանն է։ Մի րոպե, որտեղ է։ Եվ ըստ հեղինակի այն բրնձի հատիկից այստեղից մի աչքով նայում է։ Եվ ըստ հեղինակի այն բրնձի հատիկից փոքր է 1500 անգամ։ Մի րոպե, հեղինակով է։ Վանաձորցի Ալբերտ Տեր-Հովհաննիսյանը։ Հա։ Մի աչքը փակում եք, այստեղ մյուս աչքով նայում։ Հեսա կնայենք։ 1500 անգամ փոքր։ Այո։ Բրինձի։ Լավ, նայեմ, հետո կպատմեմ ձեզ։ Ինքներդ եկեք նայեք։ Մի րոպե ժողովուրդ, այստեղ մասնագետը ասեց սրտի պատմությունը մի քիչ տարբերվում էր, այն տղան այդքան ստույգ չգիտեր։ Իսկ Անին, դուք Անի ջան, աշխատում եք մի հատ ասեք։ Ուրեմն բարեհամբույր աղջիկ։ Արեգը ուրեմն Տղան գաղտնի վերցնում է հոր սիրտը եւ նամակ գրում Մոսկվայի հիվանդանոցում, երբ հայրը մահանում է։ Ինքն էր խնամում հորը եւ հայրը երբ մահանում է, տղան ցանկանում է հոր դիահերձմանը ներկա գտնվել։ Գաղտնի վերցնում է հոր սիրտը եւ տանում երկար տարիներ պահում են իրենց Թիֆլիսի տանը, հոր աշխատասենյակում, հատուկ անոթների ֆորմալինի մեջ։
Եվ հետո տարիներ անց ընտանիքին հյուր է գնում Ավետիք Իսահակյանը, որ Թումանյանի հետ շատ մտերիմ է եղել։ Ամբողջ գիշեր չի կարողանում քնել։ Առավոտյան արթնանում ասում եմ, «Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես ընկերոջս սրտի զարկերի ձայնն եմ լսել»։ Լավ է։ Կինը Օլգան հուզվում եւ ընկերոջ խորհրդով ու հատուկ կառավարությամբ այն տեղափոխում են Երևան։ Երևանում երկար տարիներ պահում են բժշկական ինստիտուտում։ Գիտեք։ Չէ, 1994 թվականին տեղափոխում են այստեղ հայրական տան բակում գտնվող մատուրի մեջ են ամփոփում։ Եվ դա 125-ամյակին է լինում Հովանես Թումանյանի 125-ամյակի։ Իր ժառանգների ցանկությամբ Երևանի բժշկական ինստիտուտից տեղափոխում են հայրական տան բակում մատուրի մեջ ամփոփում։ Մարմինը Թիֆլիսի Խոջիվան գերեզմանոցում է, սիրտը այստեղ։ Այո։ Շնորհակալություն, շատ հուզիչ պատմություններ, բայց Անի ջան, չիմացա Մոսկվայից երբ են բերել։ Մոսկվայից Թիֆլիսի տունը տեղափոխել են Թիֆլիսի տուն հենց մահից հետո։ Անմիջապես հետո Թիֆլիսից Երևան։ Թիֆլիսից Երևան հատուկ թվականը չի նշվում, թե որ թվականին է հատուկ։ Իսկ այնտեղից այստեղ տեղափոխումը նշվում է, որ 1994 թվականի Ավետիք Իսահակյանն ուղղակի զգացել է դա։ Ընկերոջ սրտից չիմանալով զգացել է, որ կարծես ընկերոջս սրտի զարկերի ձայնն եմ լսում, այդպես է արտահայտվել։ Ամբողջ գիշեր չի կարողացել քնել։ Դե պոետները ուրիշ սիրտ ունեն էլի։ Չէ։ Այո։ Դրանցինք։ Այ մատուրը այնտեղ է, որտեղ սիրտից բարձր։ Մենք հենց սկզբից մոտեցանք։ Հանդիպեցինք կանանայրերը։ Բայց ինձ այդքան լավ չպատմեց։ Ինքը տենց մանրամասն լավ պատմեց, շատ շնորհակալ ենք իրան, բայց Անին տեսակ հետաքրքիր լրացումներ արեց։ Այնքան լրացումներ, որ ես լացել եմ։ Անի ջան, շատ շնորհակալություն, ափսոս դուք հրաժարվեցիք ձեզ ցույց տանք։ Դե որ գաք Անիին կհանդիպեք ստեղ, կարծում եմ։ Անի դուք դսեղում եք, չէ՞ ապրում։ Այո, այստեղից եմ, այստեղ ծնվել, այստեղ ապրում եմ։ Էցես։ Այ հիմա մատուրի այս պատին որ գրած է, Անիին կխնդրենք, ինքը գեղեցիկ է կարդում։ Անի ջան։ Արցունքները հնչում են ու անց կենում, ծարավները տենչում են ու անց կենում, ու երջանիկ ակունքներում երազուն, պոետները կանչում են ու անց կենում։ Շնորհակալություն։ Որտեղից է այդ քարյակը։ Թումանյանի քարյակներից է։ Բազմաթիվ Առանձին, տենց քարյակներ ունի։ Աներ Ռումյանկյուն, Լիներ Մանկան, Արդար Քուն։ Անի ջան, մի հատ ստեղել էլի, հա։ Հաշտ ու խաղաղ մարդկություն։ Անին մի հատ է քարյակ կարդաց, իսկ դու գնացի։ Էս ինչ է։ Եզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին։ Երկրի ծանցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին։ Հեռացել ու վերացել է մինչ անդունդը հեռավոր, վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։ Անի ջան, բայց այդտեղ սկսվում է արևելքի։ Արևելքի Եդեմային էս ուրիշ բան է։ Հա, դուք ո՞րը կարդացիք։ Ես մահից մի տարի առաջ գրված քարյակասերիան։ Ուրիշ բան կարդացիք, հա, ես նայում եմ։ Շնորհակալություն շատ։ Անի ջան, իսկ այս տապանը սխալ է շրիֆտը։ Թումանյանի թանգարանի հիմնադիր տնօրենի հա եղբոր աղջկա Վահանի աղջկա Արմենուհի Թումանյանի գերեզմանն է։ Եղբոր աղջկա Վահանի Թումանյանի եղբոր աղջկա Վահանի։ Բայց իմիջիալից ձեզ մի բան ասեմ։ Տնօրենն է եղել այստեղ թանգարանում։ Իր եղբոր տղան մեր ինստիտուտում էր աշխատում։ Եղբայրների երեխաները Երևանում աշխատել են, ապրել են։ Հովիկը, չէ՞։ Հովիկ էր, հա, հենց Թումանյան Հովանես էր ինքը, գիտությունների թեկնածու։ Այս արձանն էլ մի հատ նայենք, լավն էր։ Երկու արձանն էլ նույն հեղինակն է, բայց ազգանունը մոռացա։ Ուրարտու ազգանունը ես հիշում եմ, բայց անունը Արծվիկ։ Արծրուն կամ Արծվիկ չեմ հիշում։ Արծվիկ։ Կարելի է Google-ը բացել ճշտել Արմեն։ Ամեն ինչ էլ կարելի է։
Այնտեղ էլ մանկական այգի է։ Այս ճանապարհով հիմա կգնանք, սա կուլտուրայի տունն է, դսեղի։ Ես չեմ հախ ասում։ Այսպես տեսարաններ է։ Եղանակը բացվեց, տես, արևա դուրս գալիս։ Դե գնանք։ Այս ճանապարհով վերև լճեր, հա, այնտեղ լճեր կլինեն։ Լճերը գոհում էին, ասում են գեղեցիկ տեղ է։ Չէ, իսկ Գիքորի ինչը աղբյուրը։ Աղբյուրը չեն գնա, ասեցին ոտքով է էլի ճանապարհ։ 15 րոպե պետք է իջնենք, մի կես ժամ էլ բարձրանանք։ Աղբյուրը չտեսանք հայր։ Ահան։ Եկանք լճերը։ Հեն Անահիտը լավ տեղ է կայնը, ես ուր եկա այս ցեխերի մեջ։ Հələ ասեք խեմ եք այս ցեխերի մեջ։ Ստեղ սաղ ժողովրդին հերթով գոռացի, խնդրեցի երաժշտությունները անջատեցին։ Լավ է, խնդրելով անջատում են գոնե։ Սենց ժողովուրդը ուտում խմում է, մենք լճերը նայենք։ Ճանապարհը գալու նես չէր մի քիչ որ նկարեինք։ Գնանք մի քիչ ենքով։ Բայց այն մի անգամ որ գնացել էինք այն Շուշաններով նա ուրիշ էր, չէ։ Սա էլ է սիրուն իհարկե, բայց այդ ծաղիկները չկան։ Լսում։ Բայց լճեր էլի կա լիչ, թե ես մի հատնա։ Շուտին երևի էս է։ Կոչվում է լճեր դրա համար, ասի կարող է էլի կա։ Չէ, սա։ Ես մի հատնա։ Արի սենց գնանք ոտքով։ Մի քիչ ման գանք, չէ։ Յո, ձեները հանում։ Գալը գործ ինչ-որ ծիտա ինչը։ Նման է շան հաչոցի ինչ-որ, չէ՞ Ես չասեցի այդ ռոպեն։ Ես ու դու լսեցինք այդ ձենը։ Կամերան չլսեց։ Թե չէի միացրի։ Սիրուն առնի։ Ես երիցուկներ ինչ-որ չապսերը մի քիչ մեծացավ։ Ինչ-որ սպիտակ են, չէ։ Ես որ սենց սպիտակ են անայդ, իրանք շատ մաքուր են, թե ոնց է։ Դե ես էլ չեմ կարա հասկանամ, էլի ոչ մի բան չի ազդում վրաները, սպիտակ են մնում։ Օրինակ կոշիկները սպիտակ կեղտոտվում են։ Իսկ սրեպ չէ։ Այսա մեքենան գնում է։ Կարող եմ ենք էլ գնանք էսենց։ Ինչ է վերջ գնանք։ Մեքենայով։ Հա, նայենք այնտեղ ինչ կա։ Ասին ես մի հատնա, բայց խիալ լճեր կոչվում։ Ես էլ ընդեղից է։ Մեքենաների ձեներից հետո զեներին կարոտ ենք մնացել։ Ես երիցուկ հա հայերեն ասեցի։ Եթե չեմ սխալվում, հա։ Եթե սխալվում եմ, չէ։ Որով։ Ինքնեն ես
Անձրև չի գալի իմիջայլուց քեզ ասեմ։ Հա, ճիշտ Կարաս է։ փագես։ Նոր զգացի, որ չի գալի։ Так, հիմա буду гадать։ Ախետ էր, ես ասեցի բանս։ Ին վրա ես գադեց։ Ինձ հարցրակ ասեմ ինչ ես։ Հարցնեմ։ Любит, не любит։ Հիմա ինչ կամերայի մեջ պետք է ասեմ այոն այդ գախնի Դե բաները։ ասեցի հարցրը, ես հարցնում եմ։ Դե լավ էլ փոքրտի տենանք ինչ ասում։ Любит, не любит։ Այս մարդիկ ես ինչ աղմկոտ չէ։ Сердце прижимает. Աղմկոտ էակներ են։ Пошлет. Любит, не любит, плюнет, поцелует, к сердцу прижмет, к черту пошлет. Ինչ է, քչորդ Չի, հələ պաշլյոտ։ սպասի, չի։ Այդ ինչ երկար պատմություն է այոն այդ։ Բա ամբողջը պետք է անեմ։ Հա։ Չէ, էլ շարժի մեքենայով գնալան այդ ընդ բան չի երևում։ Ինչ մնաց, գիտես։ Հա։ Վերջինը։ Լյուբիտ։ Լյուբիտ։ Այդ տենց թերը հավատ մարդ ես անայդ։ Ընդունված է ռամախկայով գադած, իսինասի։ Հա, ընդունված է։ Երբ հրում վրա անում ես հերրու է, բան չես կարա հարցնես։ Լավ, մի հատ իմացող մարդուց իմանանք, եթե այնտեղ լիշ չկա, էլ չգնանք ընկում։ Եթե կա, իհարկե կգնանք։ Էլի, այնքան էլ վատ ճանապարհ չէր։ Ոնց այնքան էլ ոտ։ Լավ ասես։ Դղդղկոցը։ Հեսա հետ գնալուց կնկարես, տնանք ոնց ես նկարում։ Մեգնացինք։ Շնորհակալություն լճերին, շնորհակալություն դսեղին, շնորհակալություն Թումանյանին, որ մեզ բերեց տեղ հասցրեց։ Ով Թումանյանը։ Բա երկը։ Մեգնացինք մի հատ էլ սենց։ Այն ինչա կանգնած են սև մեքենան։ Ինձ թվում է այ մինչև այդտեղ կարան գնայինք, այդտեղ բարձրուն քա ու կերևար արդեն հեռվում։ Կա լճեր, թե չկա, էլի լիճ։ Այս մարդը ստույկ ասես չկա այնտեղ լճեր։ Հա։ Ասեց, հա, ինչ որ պատմում են ասում, դեպի ներքև։ Այդ իրա վեզե խոդը որ չի գնում ինքը, մենք այս մեր մեքենայով տանենք ջարդ ենք այան այդ ջան։ Սա էլ է շատ գեղեցիկ, շատ մեծ բավականություն է ստացա, հույսով եմ նաև դու, Դելից։ ցնենք ընկերներ։ Լավ, ես անջատեմ մի քիչ մեզ համար հանգիստ, հա։ Աստորեն երաշտությունը միացրեցին ընդեղ, գործերը, վայ, սուս մնացելի։ Հա, իրար հետ խոսում են, ճիշտ է։ Այսինքն ստեղ էր, ստեղ որ լավ ճանապարհ ելներ, այսինքն լավ ճանապարհ ելներ այնքան երաժշտություն կլներ, չենք համոզի որ անջատեն, էլ որ մեկին համոզեինք։ Այս կողմերը ինչ գեղեցկություն է։ Ինչ գյուղ այնտեղ, չէ, ինչ լավ տեղ է։ Այսօր ֆոտո անես լավ կաթի համար բան կլինի, չէ, էտիկետկա։ Ալպийский луга, ромашковый, չէ՞ լուգա։ Ծաղիկների մեջ կովեր։ Այստեղ ինչ շատ է, մենք ոնց դե մենք ճանապարհով էինք զբաղվում։ Հա, Դրա համար չենք նայում մեր շուրջը։ Անայ ջան, աչքիս մենք ինչ որ դեսում շատ ենք նկարի, արի։
Հրաժեշտ տանք։ Հրաժեշտ տանք։ Մի հատ կարող է մեր համարը վերջում ցույց տանք։ Հա, Ամեն դեպս ստեղ համարը ոնց որ հանցագործություն լինի էր գեղեցկության մեջ։ Բայց դե ինչքան չանցագործություն։ չնկարել։ Ուտես եղանակն է նպաստեց, չէ՞ մեր գալու։ Հա, լավ եղանակ էր, անձրև առանձնապես չխանգարեց։ Հայր ջան, լավ մնաք։ Ստեսություն ձեզ։ Եկեք հայր ջան, ես նշեք, անպայման էստեղ այցելեք։ Ամառը որ գաք անպայման։ Հա, ես լեջերը չեմ կարող ասում անպայման թե չէ, ճանապարհը։ Դե եթե մենք հաղթահարեցինք, երևի բոլորն էլ կկարողանան։ Ամեն դեպս տանգարանը շատ տպավորիչ էր։ Բայց պլատոն, հլնայի Առանայդ վեկալ քո ձեռը, ես արդեն հրաժեշտ եմ տվել, ինչ ուզում ես արել։